Շնորհակալ եմ, որ եկաք տաղավար այս եթերին, մի քանի թեմաների հետ կապված լսենք ձեր գնահատականը։ Վերջին տեղեկությունը այն է, որ բառի բուն իմաստով Իսրայելի պաշտպանության նախարար Խամենեի ոչնչացումը գործողության նպատակներից մեկն է։ Իսրայելի պաշտպանության նախարարը նորից շարունակում է, որ Խամենեին չի կարող շարունակել ապրել։ Իրան-Իսրայել մեծ պատերազմը այս իրողությունների հետ կապված լսենք ձեր գնահատականը, ինչպիսի զարգացումներ սպասել։ Կա մի քանի սցենար, շատ վատ սցենար, վատ սցենար եւ լավ սցենար չկա։ Այսինքն ամենավատ սցենարն է իհարկե էսկալացիան կարող հասնի արդեն նույնիսկ ավելի լայնածավալ պատերազմի, եթե Միացյալ Նահանգները միանան, Միացյալ Նահանգները, Բրիտանիան արդեն խոսում են նրա մասին, որ Դիեգո Գարսիայից կարող է հարվածներ հասցնեն, դա իհարկե կարող է շատ լայնացնի, այսինքն պատերազմի տարածաշրջանը, ոչ միայն Իսրայելը լինի բանի հետ, Իրանի հետ, այլ երկրներ էլ գրկվեն պատերազմի մեջ։ Եվ չի բացառվում նաև, որ կարող է գահացնի նրան, որ միջուկային էլ օգտագործեն կամ ինչ-որ մի զենքերի տեսակներ, որոնք դեռ չեն օգտագործվել։ Այսօր էլ արդեն Իրանը օգտագործել էր բալիստիկա, որը ոչ ավելի հզոր բալիստիկա է եւ վնասը, որը կողմերը հասցրել են արդեն իրեր, շատ ցավալի է երկու կողմի համար էլ։ Եվ ոնց որ հետ կաղնել չկա, որովհետեւ զրոյական արդյունքով խաղա, կողմերից մեկը պետք է պարտվի եւ բարձրաբար իրանական կողմը պատրաստ է նույնիսկ շարունակել եւ Խամենեին իր մի քանի երեք էր ոնց որ այդ հայտարարությունը արեց, ասաց որ նույնիսկ իր մահից հետո ուրեմն հեղափոխական գվարդիան պատրաստ է շարունակել նույն գործը եւ ինչի թվում որ Խամենեի մահով իրանք կավարտեն պատերազմը, բայց դա կարող է ավելի սրի էսկալացիան բարձրացնի ավելի մեծ բանի մակարդակի վրա եւ ստեղ մենք պետք է միշտ մտածենք դա ինչ կարող է մեզ համար նշանակի, որովհետեւ ակնհայտ է, որ Իսրայելի համար սա ոչ միայն միջուկային զենքի խնդիր է, որի մասին Նեթանյախուն խոսում է, եթե չեմ սխալվում, առաջի անգամ 96 թվին, համարյա 30 տարի ասում է, որ Իրանը մի քանի ամիս հետո, մի քանի տարի հետո արդեն ունենալու է միջուկային զենք, բայց տենց էլ միջուկային զենքը չհայտարարվեց, որ միջուկային զենք ունի։ Չի բացառվում, որ պատրաստ է նաև փորձարկում անցկացնի Իրանը, դրա մասին էլ խոսք եղել, պարզ չի ինձ ինչ է լինելու, եթե Միացյալ Նահանգները ընդգրկվեն պատերազմի մեջ, այսինքն ինչ հակախաղ ունի Իրանը, որտեղ են հարվածներ հասցնելու բացի ամերիկյան եւ բրիտանական բազաները, որոնք որ միջին արևելքում են գտնվում։ Մեզ համար դա ինչ կարող է նշանակի, եթե ոչ միայն միջուկային զենքի մասն է խոսքը, այլ Իրանի ռեժիմի տրանսֆորմացիայի կամ նույնիսկ խոսքը գնում է, որ նպատակներ ունեն մասնատել Իրանը, այդտեղ պարզա որ կարող է պատահի այնպես ստացվի, որ նաև խոսքը գնա հարավային Ադրբեջանի մասին, այսպես կոչված, եւ դա իհարկե մեզ համար շատ վատ սցենարներ կարող նշանակի։ Բայց այս պահին դժվար է ասել հենց որ սցենարով է գնալու, եթե կան մասնագետներ, որոնք ասում են միանշանակ այսպես է լինելու, այս պահին ես չի հավատա այդ գնահատականներին, որովհետեւ ամեն ինչ կախված է կողմերի պաշարներից, այսինքն ինչ որ կոչվում է իրենց պաշարային ուրեմն ուժերին, հա։ Մենք չգիտենք ինչքան զենք կարա կիրառի դեր իրանական կողմը, մենք չգիտենք ինչպիսին է այդ զինամթերքի պաշարները Իսրայելում, բայց կա Միացյալ Նահանգներ եւ երևի ավելի երկար, քան եթե մենակով լիներ Իսրայելը։ Այստեղ իհարկե նաեւ կարեւոր է հասկանալ ինչ կամով ցավալի կարան կողմերը իրեր հարվածներ հասցնեն եւ որտեղ են իրենք պատրաստ կաղնել, հա, որովհետեւ այսօր էլ արդեն ես երեք էի խոսում ծանոթիս հետ, ասում է Թել Ավիվը դադար կա, որովհետեւ բնակչությունը հա
կամ չեն մնում կամ պայստարաններում են շատ դժվար պա ապրում Իսրայելը, այսպիսի ուրեմն հարվածներ դեր վերջի նույնիսկ եթե վերցնենք միգուցե նաև ամբողջ պատմությունը Իսրայելի դեր այդպիսի հարվածներ չի տեսել այդ երկիրը իր տարածքում նույնիսկ եթե 67 թվի եւ 73 թվի պատերազմները վերցնենք այնպես որ այս պայն կարելի է միայն խոսել սցենարների հավանականության մասին բայց պետք է հետևել որ հասկանալ հենց որ ուղղությամբ կարա մոտակա օրերին པարզ կլինի շարժվի իսկ ամենացավալին այն որ այս պայն չկա նաև միջնորդ հանդեսացող կողմ դե հայտարարել կարելի է բայց կողմերը պետք է նաև ընդունեն Ռուսաստանին որպես միջնորդ ինձ չի թվում որ Իսրայելը պատրաստ է որևէ միջնորդություն ընդունի որովհետև Նետանյախուն համոզված է որ իրանք հասնելու են Միացյալ Նահանգների օգնությամբ հասնելու են իրենց նպատակին Միացյալ Նահանգների ուղիղ ներգրավվածություն է սպնում որքանով է հավանական, նաև Թրամփը չի բացառում Իրանում ներքին հեղաշրջումը, այս մասով ձեր տեսակետը։ Դե այն որ ներսի հեղաշրջում պատրաստվում էր, դրա մասին արդեն 30 տարի փորձերը շարունակվում են, ներսից ապակայունացնել եւ դժվար է ասել արդյոք Թրամփը որոշի կընդունի որոշում ամիջական մասնակցություն ունենալ Միացյալ Նահանգները, որովհետև ըստ վերջի հարցումների շատ ցածր է ամերիկացիների վերջին ինչ որ տեսել եմ 17% էր 17%-ը միայն կողմ են որ Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից միանան այս պատերազմին Պարզ է նաև որ այլ հաշվարկներ կան, հաշվարկներից մեկը նավթի գինն է, եթե Իրանը անի այն ինչ որ սպառնում է անել, դա կարող է նշանակի որ կտրուկ գների աճ է լինելու նավթի, մենք կարող է պատահի վերապրենք 1973 թվի կամ դրան ինչ որ նմանվող նավթային գների ճգնաժամ Եվ դա շատ լուրջ հարվածելու է նաև Միացյալ Նահանգների տնտեսությանը, որը այդքան էլ լավ վիճակում չի այս պահին։ Էլ չեմ ասում եվրոպական տնտեսությունների մասին։ Տարածաշրջանում եւ մեզ վրա սա ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի ներգրավվածությունը այս պատերազմում, արդեն տեղեկություններ կան, որ այս տարածքից են նաև Արցախում հրթիռներ Իրանի ուղղությամբ, ինչ քայլերի կդիմի Իրանը։ Դե Իրանը դեր ավելի զուսպ մոտեցում է տեսնում է որ ամենակարևոր թիրախը միևնույնն է Իսրայելն է բայց իմ կարծիքով Իրանում չեն մոռանալու ինչ դերակատարում է ունեցել Ադրբեջանը եւ ինչպես կարող է զարգանա դեր ոնց որ խոսքը գնում էր ԱԹՍ-ների մասին որ ԱԹՍ-ներ են Ադրբեջանի տարածքից ուրեմն հարվածներ հասցրել Իրանին բայց սա շատ վտանգավոր է նաև Ալիևի համար, որովհետև եթե ինքը ճիշտ չհաշվարկի, կարող է շատ վատ հետևանքներով ավարտվի այս խաղը նաև Ադրբեջանի համար։ Այս պահին դեռ շատ դժվար է ասել ինչ անելու Ադրբեջանը, հա, պարզաբար իրանք չէին ուզենա անմիջապես բացել նոր ինչ որ ճակատամարտ, հա, դա իմաստ չէր ունենա, բայց այն որ Ադրբեջանի ուրեմն ծառայությունները մատուցված Իսրայելին իրենք չեն մոռանա, դա միանշանակ։ Մեզ վրա ինչ ազդեցություն կունենա։ Դե մեր վրա պարզ է որ եթե սցենարը լինի ներսի այդ Իրանի խնդիրները սրվեն կամ փորձեն օգտագործել ադրբեջանական, այսպես կոչված ադրբեջանական քարտը, դա կարող է նշանակի առնվազն որ մենք կարող ենք կորցնել նաև սահմանը, հա, դեպի Իրան, Պարսից ծոց եւ դա շատ վտանգավոր է երկի նաև նրանով որ դա կարող է նշանակի որ
Ադրբեջանը կարա փորձի օգտվել պայից եւ արագ իրենց պատկերացմամբ արագ լուծում տա ռազմական լուծում տա այն խնդիրներին, որոնք չի կարող այս պահին դեռ լուծել։ Սյունիքի վերաբերյալ Սյունիքի մասով այս փուլում մենք ինչ նաև Իրանը երբ որ այս քաղաքում խառնված է այս պատերազմին, Ադրբեջանը կանցնի հարձակման Հայաստանի վրա, թե տվողը որ տալիս է։ Դա իհարկե կախված է դրանից ինչ պայմաններ են ստեղծվելու։ Եթե իրենք տեսնեն, որ պայմանները այնպիսին են, որ իրանք արագ կարան հարցը լուծել եւ դրա համար իրենց ոչ մի բան չի լինի, իսկ մենք պատկերացնում ենք, որ նաեւ Եվրոպայի կախվածությունը Ադրբեջանից, Եվրոմիության կախվածությունը նավթից եւ ինչ որ չափով նաեւ գազից աճում է, կան մի քանի այլ հանգամանքեր, եթե դրանք այդ բոլորը ինքը դիտի որպես ուրեմն դրական ռազմական գործունեությունների անցնելու համար անպայման կանցնի։ Հիմա իհարկե մեր իշխանությունները սպասում են, որ պետք է պայմանագիրը վերջապես կնքվի, հիմա խոսում են արդեն աշնան մասին, բայց մենք պետք է հասկանանք, որ Ալիևի համար դա կամ էլ ինքը ոնց որ դիլեմա ունենա։ Մի կողմից իհարկե Ադրբեջանը կուզենա, որ Փաշինյանը շարունակի այո, իրենց համար շատ նախընտրելի պարտներ է Փաշինյանը, այո, իսկ բայց մյուս կողմից ինքը ներսում ունի խնդիրներ եւ խնդիրներից մեկը այն է, որ եթե ինքը փակում է, պատերազմը ավարտվել է եւ խնդիրը ընդհանրապես փակվում է, դա նշանակում է, որ ներսի իրանց խնդիրները, կաշառակերությունը, ռեպրեսիվ ուրեմն ռեժիմի պահվածքը, այդ ամենը խնդիր է լինելու իր համար, հա, իրեն պետք է որ լինի այս խնդիրը մնա եւ ինքը մշտապես շարունակի ցույց տալ, որ ինքը նոր հաջողություններ է բերում եւ նպատակներից մեկը հիմա ինքը դրա մասին բացահայտ ասում է, որ ես հիմա ցիտում եմ իրեն, ադրբեջանցիների իրավունքը Հայաստանը պետք է ապահովի, որ իրանք վերադառնան իրանք նախնիների հողերին երկիր։ Իհարկե հայկական կողմը չի մեկնաբանում կամ մերժում է, որ այդպիսի բան լինելու է, բայց պարզապես որ ինչա պահանջում։ Եվ այդ պահանջը նոր պահանջ չի, հա, որ հրապարակային Ալիևը խոսում է դրա մասին։ Իմ կարծիքով մեր իշխանությունները պատրաստ են գնալ բոլոր քայլերին։ Այդ իսկ պատճառով իրանք հիմա մղում են նոր ուրեմն արշավ են սկսել եկեղեցու դեմ, հասկանալի է, որ եթե եկեղեցին իր ազդեցությունը եւ ըստ հարցումների աճել է, դա կարող է իրանց համար շատ բացասական լինի ընտրությունների բանի, հա, 26 թվի։ Դրա համար իրանց պետք է հարվածել եկեղեցուն, բացի դրանից եկեղեցուց բացի ոչ մեկ արդեն Արցախ բառը ես նկատում եմ իշխանությունները նույնիսկ չեն էլ համարձակվում Արցախ բառը։ Այո, դա կա ուրեմն դրսից ճնշում, որ իրանք եկեղեցու հարցը լուծեն, կա իրենց պահանջը, որ իրանք տեսնում են, որ ներսի ընտրությունների ժամանակ կարող է բացասական իրենց համար ազդեցություն ունենա եկեղեցին։ Եվ դրա համար թե բառապաշարը, թե մեթոդաբանությունը արդեն իրանք աշխատում են այն ընտրազանգվածի հետ, որը որ երևի պետք է որ լիներ դոգի ընտրազանգված, հիմա այդ ընտրազանգվածն է։ Իրանք այդ ընտրազանգվածի համար են պայքարում, որովհետև նաև տեսնում են, որ այն admin ռեսուրսը, որի վրա իրենք կարող է հույսերը դրել էին, դա էլ մենք տեսանք ինչ տեղ ունեցավ, հա, Փաշինյանը ասում է, որ ուրեմն ԱԱՑ-ի պետը հոգնել էր դրա համար ինքը ազատեց իրեն աշխատանքից, բայց մենք բոլորս հասկանում ենք ինչ տեղի ունեցավ եւ հասկանալի է, որ դա շատ վատ նշան է իրենց համար, որովհետեւ նշանակում է, որ դու հույսը չես կարող դնել նաեւ ամբողջությամբ admin ռեսուրսի վրա։ Մենք դրանք գնանք անպայման, բալիստիկ քրթիռներ ՀՀ-ի վրայով չեն թռնում, երբեք այսքան պատրաստ չեն եղել տարածաշրջանային խնդիրներին։ Հենց հիմա ազգային ժողովում հայտարարել Նիկոլ Փաշինյանը։
Դե ինքը կարա հայտարարի, մենք շատ բաներ ենք լսել իրանից հայտարարված, բայց հետո էլ պարզվել է, որ ինքը ռազմական հարցերի մասնագետ չի, շնայած գլխավոր հրամանատարն է, այնպես ես չգիտեմ ինչա նշանակում, որ մենք այդ պատրաստականությունը ինչա նշանակում։ Սովորաբար, եթե ռազմական բանով ենք նայում, իհարկե դու կարող ես ասես, որ դու ունես ինչ-որ զինատեսակներ, բայց այդ զինատեսակները ինչքանով են էֆեկտիվ, դու կարող ես հասկանալ միայն, երբ որ դրանք կիրառվում են։ Իսկ հայտարարել, որ դուք հիշում եք, չէ՞, երևի բանի պատերազմի նախորդին, 44 օրվա պատերազմի նախորդին, ասում էին, որ օդը փակ է։ Արցախի օդն էր փակ, Հայաստանի օդն էր փակ, բայց մենք տեսանք, որ դա այդպես չէր։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ ուտել ենք Հայաստանի Հանրապետություն։ Ասում են Նիկոլ Փաշինյանը։ Ես Դե այդպիսի հայտարարություններ, գիտեք, այդտեղ տրամաբանություն էլ չկա։ Ինքը ուզում է ասի, որ կորցնելով Արցախը, իրենք ստանալու են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կանաչ լույս, լինելու է հավերժ այդ խաղաղությունը, որի մասին ինքը խոսում է Խաչմերուկը եւ Վալեն Սիմոնյանն էլ խոսում է, որ 5 րոպեից ստորագրելուց հետո կսկսվի առևտուրը եւ այլն, բարձա չէ ինչի վրա են իրանք հույսերը դրել, բայց մենք ոչ միայն մեր փորձից, այլ պետք է որ ուրիշ երկրների, մյուս երկրների պատմությունից, փորձից իմանանք, երբ որ մի կողմը ամեն ինչ զիջում է, դա ախորժակը չի փակում մյուս կողմին, նա ավելին է ուզում։ Նա ավելի է ուզում, իհարկե նա ավելին է ուզում, նա ավելին է պահանջում եւ իրանք ուղղակի տարածում են արդեն առաջի տարին չի, իրանք տարածում են ուղղակի թուրքական եւ ադրբեջանական նարատիվները, իրենց ասածը, եւ այսինքն խոսքի օրինակ, այսպես իրանք խոսում են չեն նույնիսկ ասում, բայց բարձա որ Ռուսաստանի մասին է խոսքը, որ կայսրությունը մենք ազատվում ենք կայսրությունից, բայց ինչ արժակում ազատվում ես կայսրությունից, դու գնում ես դեպի մի այլ կայսրություն, ոչ մեկ չի բանարել, որ կա նեոօսմանյան կայսրություն է ստեղծվում, եւ դու գնում ես դեպի այդ կայսրությունը, ինչ կամով է այդ կայսրությունը մեր շահերից լինելու, ինչ որ բիզնեսների համար կարող է լավ լինի, կարող է իրանք ինչ-որ շահույթ ստանան այդ առևտրից։ Դե դա պարզ է, որ 2 տրիլիոնանոց տնտեսությունը Չէ, բայց ես ասում եմ, որ ինչ-որ մի կարճ ժամանակով կարող է նաև օգտվեն, դա մենք տեսանք նաև Վրաստանում, հա, ինչ-որ գործիչներ իրանք կօգտվեն դրանից։ Հա, բայց իրենց հետարքրում է երկարատևը, իրենց երկարատևը չի հետարքրում։ Իրենց հետարքրում է ինչքան փող իրանք կարան աշխատեն կարճատև։ Սա է ողբերգությունը, որ բուրժուազիայի, այսպես կոչված բուրժուազիայի մի մասը միայն մտածում է փողի մասին, նրանք չեն մտածում դրանից հետո ինչ կլինի։ Միացյալ Նահանգները փորձի օգտագործել Հայաստանը Իրանի դեմ այս ռազմավարական համագործակցությունը խորացնելու պատրվակով, այսպես, հա։ Բայց ի՞նչ է տալու դա իրանց։ Ինչ խնդիր իրանք չեն կարող լուծել, որ իրանց Հայաստանն է պետք։ Առանց Հայաստանի չեն կարող լուծել այս բանը։ Այդպիսի խնդիր չկա։ Միակ խնդիրն էր դա հետախուզական աշխատանքներ, որը ծավալվում էր, եւ ես համոզված եմ, որ ծավալվել է եւ կշարունակի ծավալվել նաեւ մեր տարածաշրջանում ամենամեծ դեսպանատունը իրանք չէին կառուցում, որ Հայաստանի հետ հարաբերությունների համար միայն, ոչ, իհարկե չէ։ Այնպես որ ես չեմ կարծում, որ իրանց մենք ինչ-որ կարող ենք ծառայություն կամ ինչ-որ մի բան մատակարարենք, որ առանց որի իրանք չեն կարող բանանել, հա, կա Թուրքիան, կա Ադրբեջանը, Իսրայելը, դե ինչքան էլ Էրդողանը Հիտլերի հետ համատի Նետանյախուին, դա չի նշանակում, որ իրանք չեն համագործակցում։ Այսինքն մի բան է ռետորաբանությունը, մի այլ բան է ինչքանով իրանք համագործակցում են։ Այստեղ հետարքիր պահ լինելու, արդյոք եթե պետք եղավ Միացյալ Նահանգներին օգտագործել իրենց բազաները Թուրքիայում, արդյոք Թուրքիան մերժելու է այդպիսի այդ պահ։ Դա հետարքիր պահ լինելու, բայց նաև մենք հասկանում ենք, որ մոտենում է
նորից Էրդողանը փորձելու է վերընտրվել եւ պարզաբար իրեն այս պահին սրել հարաբերությունը նաեւ պետք չի լինելու Միացյալ Նահանգների հետ բայց ինչպես կընթանա ես դժվարանում եմ ասել միանշանակ որ անելու է ինչ որ ինքը խոստանում է անելու է այսինքն ասում եմ նույնիսկ պատրաստ է միանալ պատերազմին Իսրայելի դեմ Էրդողանը բայց դա տեղի չունենա միանշանակ Դե սա լա պարզ, սա մենք պետք է արդեն համարենք, որ նախընտրական փուլում ենք գտնվում եւ պարզավոր իշխանությունները փորձում են ցույց տալ, որ բոլոր ուժային մեթոդները իրենց վերահսկողության տակ են, դրա համար ասում պետության համի մասին է խոսում, հա, լինելով գործադիր իշխանության ուրեմն ղեկավար ինքը խոսում է այն բաների մասին, որոնք պետք է հնչեին ոնց որ դատական համակարգից, հա, դատական իշխանության թևից եւ սա հասկանալի է, որովհետեւ մենք չունենք հանրապետություն, դա պարզ է արդեն շուտվանից, որովհետեւ հանրապետությունը ենթադրում է, որ դու պետք է ունենաս տարանջատում, հա, այդ իշխանությունների թևերի իսկ ինքը համոզված է, ինքը ոչ միայն Սամվել Կարապետյանի բանով պահով, բայց նաև եկեղեցու հետ կապված, հա, եթե մենք վերլուծենք ինչ է ինքը ասում, պարզվում է, որ ինքը խոստովանում է, որ ինքը օրենքը խախտել է։ Ես հիմա չեմ ուզում խորանալ, թե ինչ է ինքը ասում, որպես հայ առաքելական եկեղեցու զավակ, հա, հայ առաքելական եկեղեցու զավակը երբեք հարցի տակ չէր դնի ով է կաթողիկոսը, որովհետև այդ հարցերը, հա, ինքը ցիտեց երեք բանը, կանոնները, հա, ուրեմն, բայց ինքը չցիտեց, թե ինչ է ասվում, նաև ինչպես են այդ կանոնները կիրառվում, այսինքն այդ կանոնները կիրառվում են միայն եկեղեցու կողմից։ Եկեղեցին համ կանոն ունի, համ ունի ընթացակարգ, որով ինքը կարողանում է այդպիսի հարցերը կարգավորել ու դա ոչ ուրեմն եկեղեցու զավակների գործն է, ոչ էլ չեմ ասում վարչապետի գործն է որոշել ես չգիտեմ նույնիսկ ինչպես որակավորել այդ հայտարարությունները եկեղեցին վերադարձնելու եմ ժողովրդին կամ եկեղեցին վերադարձնելու եմ Հիսուս Քրիստոսին սա ես չգիտեմ նույնիսկ ինչպես որակավորել հասկանում եք ինքը իրեն դիրքավորում է որպես մեր դարվա Մարտին Լութեր հա որը 1517 թվին ուրեմն իր թեզերը մեծամասամբ ինդուլգենցիայի դեմ մեղքերի թողումը ուրեմն փողի դիմաց կաթողիկ եկեղեցու դեմ ապստամբեց, բայց Մարտին Լութերը նաև կաթողիկ քահանա էր, նա այդպես էր։ Իսկ մեզ մոտ մի կողմից ասում են, որ պետությունը եւ եկեղեցին առանձին են ըստ սահմանադրության, բայց մյուս կողմից ինքը ասում է, որ ինքը ինչ որ ձևով պետք է այդ հարցը կարգավորի եւ արդեն ասում է, որ կաթողիկոսին չի ճանաչում որպես կաթողիկոս։ Դե եթե այդպես է, դու պետք է փոխես քո եկեղեցին, կամ բողոքական եկեղեցի գնաս, կամ ավանդական ինչ որ բանի ես, չգիտեմ, Եգովաներին միանաս կամ այլ ինչ որ մի եկեղեցու միանաս, որովհետեւ եթե դու մնում ես եկեղեցու զավակ, դու պետք է ընդունես այն ինչ որ եկեղեցին է որոշում, ոչ թե ինչ որ դու ես որոշել։ Այդ մեկ, բայց հիմա վերադառնալով այն հարցին, որը մեզ որպես քաղաքացիների ավելի պետք է մտահոգի։ Ինքը ասում է, որ ինքը փաստ է տեսել։ Փաստ տեսնելը նշանակում է, որ ինքը օրենքը խախտել է, որովհետև Հայաստանը ունի օրենք, ուրեմն
օպերատիվ հետախուզական գործունեության վերաբերյալ օրենք 2007 թվի, որտեղ սահմանված են այդ բոլոր բաները։ Դու լինելով գործադիր մարմնի ղեկավար, ոնց կարող էիր տեսնել այդպիսի փաստեր, որոնք որ հավաքվել են դատարանում ներկայացնելու համար։ 1. Երկրորդը, եթե 3 ամսում իրենք նախ եւ առաջ ոնց կարող էիր դու հրաման տալ, որ իրանք սկսեին այդպիսի մասնավոր կյանքը, հա, քաղաքացու, նաև ասենք որ քաղաքացու, դու սկսում ես, ասենք թե ունեիր ինչ որ, ասենք թե կարան իրանք ասեն, որ ինչ որ մտահոգություններ կար կամ ինչ որ խնդիրներ կար, որ իրանք ուզում էին պարզել։ Լավ, ասենք թե արել եք, բայց նույնիսկ եթե արել եք, դա չի նշանակում, որ դուք կարող եք հրապարակային ինչ որ մի բանի մասին ասել։ Ինքը չի ուզում փաստը ներկայացնի հանրությանը, չի կարող ներկայացնի, որովհետև դա արդեն խախտել է, թե ինքը թե իր կինը։ Իրանք չպետք է տեսնեին որևէ մի ուրեմն նյութ այդ օպերատիվ հետախուզական գործունեությունից, բայց իրանք խախտում են օրենքը խախտում են եւ դրա մասին խոսում են բացահայտ եւ ոչ մի հետևանք չկա իրանց համար։ Ինչու չկա, որովհետեւ էլ եմ ասում, հանրապետություն էլ չկա։ Ինքը խոսում է ժողովրդապետության մասին, բայց երևի ինքը հետևում է Հյուսիսային Կորեային, որովհետեւ Հյուսիսային Կորեայի պաշտոնական անվանումը երկրի նաեւ կորեական ժողովրդավարական հանրապետություն է։ Նա ոչ հանրապետություն է, ոչ ժողովրդավարական է, ոչ էլ ժողովրդական է։ Նույնն էլ ստեղ է, ինչ ուզի, ես ժողովրդին վերադարձրել եմ պետությունը, իշխանությունը, ոնց եք վերադարձրել։ Ձեզ ընտրել է ընդամենը ընտրողների 25%-ը, այսինքն կեսը, որ մասնակցել է, դրա կեսն է ձեզ ընտրել։ Ուրեմն դուք կարող եք խոսել միայն մեծամասնության մասին, որը որ ձևավորվել է ըստ սահմանադրության, որը ստեղծվել է նախկինների կողմից։ Ուրեմն դուք նախկիներին ասում եք, որ իրենք ինչ անուն ասեք, ինչ պիտակ ասեք դրեցիք իրանց վրա, բայց շարունակում եք գործել ըստ սահմանադրության, որը թույլ է տալիս փոքրամասնության ձայներով ձևավորել մեծամասնության օրենսդիր ուրեմն թևում եւ այդտեղից կառավարել ամբողջությամբ մենաշնորհ լինել բոլոր թևերը փաստորեն զավթել մի կուսակցություն մի անձ։ Այս գրառումներով Արաբե միջամտի ճուլանում բախկված Իսպանիայի Սավեր Կարապետյանի հասցեին, բարձա չէ թե ինքը ինչ էր անում, բացային ասում ես եմ այս ռեպրեսիաներն անում։ Այո, սա իհարկե շատ է նմանվում Լյուդովիկոս 14-ի ասացին «L'état c'est moi», այսինքն ես եմ պետությունը։ Ես ոնց կասեմ, այնպես էլ կլինի։ Իսկ ասենք թե Սամվել Կարապետյանը իր հայտարարությունում ինչ որ մի ձև խախտել էր օրենքը։ Ասենք թե, չէ, սպասեք, ասենք թե ենթադրենք, որ ինքը խախտել է, բայց ինչի պետք է դրա մասին խոսի գործադիր մարմինը։ Ինքը ընդհանրապես այդտեղ ասելիք չուներ։ Ու դա մեկնաբանության հարց է, չէ՞, ինչպես է մեկնաբանվում։ Ասենք թե մեկնաբանեցին, որ դա ինչ որ սպառնալիք է հանրապետության անվտանգությանը կամ ինչ ձև ուզես կարան մեկնաբանեն։ Բայց դա էլ պետք է դատարանում ապացուցվի։ Բայց դու միջև նույնիսկ դատարան գնալը արդեն որոշել ես, որ ինքը պետք է տեսնի, փորձում եմ իր բառերով ցիտեմ, պետության համը։ Այսինքն պետության համը ինչ է նշանակում։ Դատական համակարգի, եթե դատական համակարգի դու այդտեղ անելիք չունես։ Սա է խնդիրը, որ մեր երկրի արժև կանգնած է այս բանին, որ մենք ոչ հանրապետություն ենք, ոչ էլ ժողովրդավարություն ենք ըստ էության։ Կվազի ժողովրդավարություն, այսինքն իրանք կարող է պատահի նույնիսկ դրսից որոշ գործիչների կողմից տանում են գովանքի խոսքեր, որ իբրև ժողովրդավարություն է, այլ բայց դա սա ամբողջը կեղծ է, որովհետև դրանք այդ ամեն ասում են, որովհետև դու անում ես այն ինչ որ իրանց է պետք։ Եվ մենք տեսնում ենք այդ երկակի ստանդարտները, հա, ինչպես են օգտագործում։ Ստեղ կարելի է գազան հողի հետ հավասարացնել, ստեղ չի կարելի, ստեղ կարելի է ուրեմն անկախ պետության վրա հարձակվել, խախտելով բոլոր միջազգային օրենքները, ստեղ չի կարելի, այնպես որ դա ոչ մի բան չի նշանակում։ Այդ մենք պետք է որոշենք, մենք արդյոք ունենք հանրապետություն եւ ժողովրդավարություն։ Մենք քաղաքացիներս պետք է որոշենք։
Եվ այդ որոշումը ներկայացնելու համար դու պետք է ուղղակի նայես իրականությանը։ Եվ այդ իրականությունը ցույց է տալիս, որ չկա։ Ձեր կարծիքով Սամվել Կարապետյանը կգնա մինչև վերջ, թե Սամվել Ալեքսանյանի կամ Ծառուկյանի նման կոմպրոմիսի կգնա։ Ես իր հետ ծանոթ չեմ, ես չգիտեմ ինքը ինչ է նշանակելու մինչև վերջ գնալ, բայց իշխանությունները գտել են ձևը, այդ իրանք հենց այդ փորձից, որ հայկական բուրժուազիան, այսպես կոչված խոշոր գործարար մարդիկ բոլորը իրենց հետ կամ համագործակցել են կամ գնացել են համագործակ, համարյա առանց բացառությունների, իրանք դրա համար տեսնում են ինչպես կարան կոմպրոմատներով, ուժային ուրեմն սպառնալիքներով եւ այլն բոլորին վերահսկեն կամ անեն ինչ որ իրանց է պետք, բայց բոլորի հերթը գալու է։ Բոլորի հերթը գալու է, որովհետև միևնույն է, իրանք ոչ թե համար, որ իրանք թալանածը պետք է երկրին վերադարձեն, ինչպես իրանք հայտարարում են, այլ համար, որ իրանք պետք է վերաբաշխեն այդ ունեցվածքը։ Հիմա նույն Սամվել Ալեքսանյանի այդ էլեկտրոցանցերի բանով, հա, ապահով Սամվել Կարապետյանի հակներեք, ինչ ասում ինքը, այտենց ինչ որ զուգադիպություն է, հիմա նորից հիշելա, որ ատկամել էֆեկտիվ չի գործում, որ գյուղ գնում է լույս չկա եւ այլն եւ այլն, բայց չհասկացանք, եթե այդքան ոչ էֆեկտիվ էր, դուք 7 տարի ունեիք, 7 տարում պետք է հարցը լուծեիք, բացի դրանից, գիտեք, եթե իրանք մտադիր են, ասում ամեն ինչ օրինական լինելու, անցկացնելու ենք օրենք, պարզ է, որ օրենքը ոնց կարան անցկացնեն, ոնց կարան չանցկացնեն օրենքը, մեծամասնությունը, մենաշնոր մեծամասնությունը միևնույն է իրանց ձեռնա, չէ, իրանք կանցկացնեն, որ օրենքը իրանց պետք է կանցկացնեն, բայց ասենք իրանք կանցկացնում են, ինչ որ կոչվում է նացիոնալիզացիա, հա, այդ ցանցերի, դա ինչ է նշանակելու արտաքին ինվեստորների համար, նշանակություն չունի դու ինչպես ես հիմնավորելու, իրենք բոլորը տեսնելու են, որ դա հնարավոր է, այսինքն քո ձեռից կարա պետությունը խլի, եւ պատճառ միշտ էլ կարաս պատճառ գտնես, վիոլա ջրին էլ կարան պատճառ գտնել, բոլորին էլ հասնելու է հերթը, դա միայն ժամանակի եւ հերթականության խնդիր է, եթե իրանք վերարտադրվեն եւ շարունակեն իշխանությունը, բոլորը իրանք պետք է հասկանան, որ իրանց հերթը գալու է։ Եվ նպատակը պարզապես խլել Իհարկե, վերաբաշխել եւ նոր օլիգարխատ ստեղծել, նոր իրանց մարդկանց միջև վերաբաշխելն է, բարձ չի, ինչա տեղի ունենում։ Եվ սպասվում է այցը Թուրքիա, Վարդանավը պատկերացնել, ինչ կանատի կամ ինչ։ Դե ես չգիտեմ, նախ եւ առաջ մենք ոչ օրակարգ ենք պատկերացնում, ինչ պետք է տեղի ունենա այդ այցի ժամանակ, իմ կարծիքով նույնն է տեղի ունենալու, այսինքն ինքը գնալու է ասելու է, որ պատրաստ է ամեն ինչ անել, արդեն շատ բաներ արել է, ավելին է պատրաստ անել, պետք է հայկական ինքնությունը դեկոնստրուկցիայի ենթարկվեն եւ նորից հավաքեն նոր ինքնությունը, որը թուրքերի համար ընդունելի կլինի, այդ նախագիծն է, բայց թուրքերը միևնույնն է, միջև Ալիևը չասի, որ այո կարելի է, իրանք միևնույնն է շարունակելու են նույն քաղաքականությունը։ Ես չեմ տեսնում ինչպես ինքը կարա այստեղ ինչ որ ստանա գնա եւ մի այցի ժամանակ ստանա ինչ որ այն ամենը ինչին ինքը իր պատկերացման պատրաստում է երկիրը, որ սահմանները կբացվեն, կլինի դիվանագիտական հարաբերություններ եւ այլն։ Միջև Ալիևը չասի, չի լինելու դա։ Մենք արդեն դա տեսել ենք։ Ինչն է փոխվել, որ հիմա պետքա փոխվի։ Ուղղակի նորից մի բան է, հնարավորություն է, ինքը միշտ փորձում է Էրդողանին ցույց տա, որ ինքը անելու է, անում է եւ անելու է ամեն ինչ որ Թուրքիան պահանջում է։ Էս այլ նպատակ ես այդտեղ չեմ տեսնում։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։